հաճախորդ եկել է, ասում է ինչքան որ երկար է, այնքան էլ կարճացնենք։ Այսքան երկար է, մենք կարճացնում ենք։ Հենվելով 90 աստիճան, քանի որ քառակուսի ֆորմայա, ֆորման չենք փոխում։ Ուղիղ նայում ես, ցիկ պահում ես դերերի հատվածը եղունգի, ու մի գծով այդ երկարությունը կարճացնում ես, բայց հաշվի առնելով, որ հետո վերջում հլը կարտոֆիլով դա անցնես։ Քանի որ կորեն եղունգները կորություն ունեն, միանգամից տակի այս հաստությունը հանում եք, արդեն բարձրացրեցի եղունգները։ Եթե մենք սկսենք սկզբից հանել նյութը, հետո կարճացնել, նամ դա ժամանակ ախնելու, հետո դու նյութը հանելուց, արդեն այս ներքևի հատվածը շատ ես հանել, ու իրան սենց տնեց էլի նյութով մենք պետք է բարձրացնենք։ Իսկ ստեղ էլ բարձրացնելու կարիք չի լինելու։ Նորից 90 աստիճան եղունգի տակ դրեցինք, կարճացրեցինք, զապաս թողեցինք մոտավորապես կես միլիմետր, 1 միլիմետր, որ խատոցով աշխատենք, ու տակից մի անգամից հաստությունը հանում ենք կամարիկով, նոր սկսում ենք նյութի հեռացումը կատարել։ Նույն տեղում չենք մնում, որ չտակացնենք, այսա դու սովորել ես տենց արագ շարժումներ անել, հիմա շուտավ նոր ես ու, այսա մի քիչ հմտանաս ու կարողանաս, վերջ, ինչ հենվելով, աչմ անկետի հետի վերև, որ օթերը դուց կան։ Այստեղ մենք օթային տպանիքներ ունենք, գուշորեն հանում ենք, ներքևի սահմանից, այսպես առանձնացում ենք, սխրան։ Օթային տպանիկը հանեցինք, տեսեք դիքու փոս առաջացավ, հարթ չի մակերեսը, մենք պետք է պարտադիր դնենք ու հարթեցնենք, որտեղ որ տացվում, որ հարթին։ Թե չէ հարթեցումը դուք գելով հետո կդժվարանա կանելուց։ Ստեղի օթային տպանիկը դու վախեցար հանես, որտեղ դու հլնյուն շատ ես թողել, պետք է հանես։ Պարակացնում ենք ես վերևը։ Նայ, երևաց տպանիկը։ Գելի գունանցա, մենք արդեն տեսանք, որտեղ եղունգի հիմքը շատ կարճ է, բայց եղունգները երկար են։ Ծանրության հաշվին էնել ցուցամարտը, որ աշխատող մատիկա։ Ծանրության հաշվին սկսել է այնտեղ առանձնանալ ու այսպես տպանիք առաջացել օթային։ Իսկ երկար եղունգների դեպքում կարեկցիան պետք է արվի 2 շաբաթ հետո, ուղղակի ուղղակի մեր կապրիզը չի։ Դա պետք է հաճախորդին բացատրել, որ սենց խնդիր չառաջանա։ Չէ՞ որ սենց լինում է, հետո բնական եղունգներ է, չէ՞ վնասվում, դորսալ շերտը քերում տանում, քաշում տանում է մեծած գույքը։ Տակով գծում եմ, նույն տեղում չեմ մնում, որ չտակացնեմ։ Շատ զգուշ։ Հաճախորդին գիտեք, չէ՞ ինչ եք խորհուրդ տալիս են դեպքում։ Որ նման երկարության դեպքում շուտ փոխի եղունգները, հա, գա կարեկցիայի։ Դի պարտադիր։ Կգա թե չի գա իր գործն է, հաճախորդին ընտրությունն է, բայց մենք պետք է ճիշտ խորհուրդ տանք, հա։ Բացատրենք ինչու։ Իսկ այս եղունգը պարտադիր մենք անպայման ամրացնելու ենք, դա չի էլ քննարկվում, միշտ երկար եղունգները ամրեցումով ենք անում։ Սա, օթային տպանիքը մաքրվեց, պատրաստվում։ Նույն այստեղ կա օթային տպանիքը, որ դու գելը մի քիչ շատ հանես, տես վարդագույն գելը հլը կա, որ դու սկսես նյութը հանել, ինքը մի քիչ թափ հանցել, դու կտենաս այդ օթային հատվածը։ Սա, հետև շարժումներով առանց սեղմել հեսա, անցավ, վերջ, գար ես մեկը դու հիմա հանում,